Կարմրյան դպրոցի 7-րդ ջակատն ենք։ Գնում ենք ուսումնական խոհանոց հաց ուշի։ Դες ես արդեն 7 անգամ ուսումնական խոհանոցում եւ ես սիրով միշտ գալիս եմ հաց ուտում։ Ես առաջին անգամ չեմ գալի, բայց ամեն անգամ էլ սիրով եմ գալիս։ Ես եմ եկել, բայց էլի գալու եմ։ Ընկեր մարդան մեզ պատմել է հացերի տեսակների մասին եւ անուններ։ Մենք արդեն գիտենք նաեւ, որ ընկեր մարդան էլ է մեզ ասել, որ այս խմորը 3 օրվա թթվածրած է, այսինքն դրոժով չսարքած ու այս խմորը ավելի օգտակար է, քան թե դրոժովը, որովհետեւ դրոժով խմորը դրոժն ավտոմատ ինքը մի ժամում, 2 ժամում կամ նույնիսկ մի օրում դարձնում սովորական խմորը թթխմոր, բայց այս խմորը 3 օր թողում է, որպեսզի բնական ձևով հասունանա եւ դառնա թթխմոր։ Հայաստանը նույնպես այն հնարավորին երկրներից որտեղ առաջին անգամ հաց բայց ասել հաց նշանակությունը Հայաստանում շատ մեծ է, գիտեք, սրբություն է, չէ՞ համարվում հաց, նույնիսկ կան մարդիկ, ովքեր բանակով չեն թողնում, որ հաց կտան, չի հնարավոր, չէ՞, մեր հայկական լավաշը նույնպես սրբություն են, հին ժամանակներում ասում էին նույնիսկ բուժի չափություն են լավաշը։